Կամուրջներ կառուցող արքան։ Հայտնի փաստ է, որ ենթակառուցվածքների ստեղծումը բնորոշ է միայն զարգացած քաղաքակրթություններին։ Հին աշխարհում հատկապես կարևոր էր կամրջաշինությունը, որը ուներ ոչ միայն գյուղատնտեսական, այլ նաև ռազմական նշանակություն։ Հատկանշական է, որ հայկական լեռնաշխարհում ենթակառուցվածքների ստեղծման գործում առաջինն աչքի է ընկել Ուրարտական պետությունը։ Արարատի թագավորության միապետերից Ռուսայի որդի Արգիշտիի արձանագրություններից մեկը շատ կարևոր տեղեկություններ է հաղորդում Ուրարտուում կամրջաշինության մասին։ Այսպես, հիշատակվում է Արգիշտիի կողմից Արտյանի գետի վրա կամուրջներ կառուցելու մասին։ Ամենայն հավանականությամբ խոսքը Արածանի գետի մասին է։ Այդ կամուրջները անվանվել են Արգիշտիի կամուրջներ։ Հետաքրքիր է, որ այդ սեպագիր արձանագրությունում հիշատակվող Կաբուրզանի բառը հնչյունաբանորեն ակնհայտորեն հիշեցնում է հայերեն կամուրջ բառը։ Ուշագրավ է, որ Վանի թագավորության արքաները փաստացի այնպիսի մասշտաբի կամրջաշինությամբ են զբաղվել, որ դա չի վրիպել նույնիսկ հարևան ու մրցակից երկրների իշխանությունների աչքերից։ Դրա մասին են վկայում ասորեստանյան սեպագիր արձանագրությունները։ Այսպես, մեզ հասած ասորեստանյան մի արձանագրություն հաղորդում է ուրարտացիների կողմից ճանապարհների եւ կառույցների նորոգման մասին, իսկ սա նշանակում է, որ ուրարտական շինարարությունն այնպիսի մասշտաբներ է ունեցել, որով հետաքրքրվել են նաեւ հարևան երկրներում։ Նախագծի գլխավոր գործընկեր Ագբա բանկ։